Սիրելի հայրենակիցներ, լավ նորություն եմ ուզում հայտնել ձեզ։ Հենց նոր դուրս եկա կառավարությունից, որտեղ դրական եզրակացություն ստացավ իմ օրենքի նախագծերից մեկը, կարճ ասեմ թե ինչի մասին էր դա։ Ես պահանջում եմ, որպեսզի օրենքով սահմանենք, որպեսզի բոլոր on-line կազինոները իրենց հավելվածներում եւ կայքերում ունենան ինքնաարգելափակման կոճակ, որպեսզի մեր այն քաղաքացիներ, ովքեր այլևս չեն ցանկանում խաղալ, կարողանան ազատվել այդ չարիքից։ Սխմեն այդ կոճակի վրա եւ իրենց խաղային հաշիվը արգելափակվի, այլևս չկարողանան խաղալ եւ չվատնեն իրենց աշխատած գումարները, պարտքեր չկուտակեն եւ չհայտնվեն ծանր վիճակում, որ այսօր ունենք։ Մի շարք այլ սահմանափակումներ եւս առաջարկում եմ օրենքով մտցնել, մասնավորապես թոշակառուները, եթե չունեն այլ եկամուտի աղբյուր, չկարողանան խաղալ, նպաստառուները չկարողանան խաղալ, անձինք իրենց եկամտի 20%-ից ավելի չկարողանան պարտվել եւ այլն։ Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Շնորհակալություն եմ հայտնում կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում հասիրելի ժողովուրդ ձեզ ինձ աջակցելու համար, որովհետև ես այս նախագծի մասին շատ եմ խոսել եւ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում 50,000-ից ավել քաղաքացիներ հավանել են տեսանյութը, դրանով հայտնելով իրենց աջակցությունը նախագծին եւ ընդգծելով նախագծի կարևորությունը եւ սպասված լինելը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վարչապետին։ Առջևում ունենք եւս 4 քվեակություններ արդեն ազգային ժողովում, 2 անգամ տնտեսական հարցերի հանձնաժողովում պետք է հարցը քննարկվի եւ 2 անգամ լիագումար նիստերի դահլիճում։ Դեռևս մեծ աշխատանք է սպասվում, բայց ամենակարևորը մենք ունենք կառավարության դրական եզրակացությունը, որով հեշտանալու է արդեն ազգային ժողովում հարցի քննարկումը եւ ես հույս ունեմ, որ մինչեւ ամառ օրենքը կմտնի ուժի մեջ եւ հազարավոր քաղաքացիներ ուղղակի կարող են ազատվել այս չարիքից։ Շնորհակալ եմ ձեզ, հետևեք իմ էջին, որպեսզի տեղեկանաք ընթացքի մասին եւ տեղեկանաք թե ինչպես է հարցը քննարկվում ազգային ժողովում եւ երբ իրականում կմտնի ուժի մեջ։ Շնորհակալ եմ բոլորիցս, սիրում եմ բոլորիդ, լավ եղեք։